Եկել ենք մեր թիմով ներկայանալ եւ փաստորեն ամբողջ Քարոզ Արշավի իմաստը խնդրել ձեզ, որ կվետակ մեր թիմին, մեր ծրագրերի համար եւ համոզմունքով, որ մենք այն թիմն ենք, այն մարդիկն ենք, որոնք ինչ խոստանում են, դա անում են։ Հիմա իհարկե ընտրությունը ձեռն է, բայց մեր թիմի առավելությունը հետևյալն է, մենք ունենք փորձ, մենք ունենք կամք, ունենք անցած ճանապարհ եւ մինչ այսօր ինչ ասել ենք, միշտ արել ենք։ Սա մեր թիմի sense փոքր գովազդային հովանակ, այսպես ասենք։ Հիմա ինչ վերաբերում է տեղական հարցերին, մենք ձեր շտաբի ղեկավարի հետ նաեւ քննարկում էինք. Ինչպես հասկանում եմ, ստե հիմնական խնդիրը աշխատատեղերն է, տնտեսությունն է, տնտեսական ծրագրերի իրականացումն է եւ երևի հիմքում туриզմն է։ Ենթադրում եմ, հա։ Բնությունը ճկնաղ է։ Չեմ կարծում, որ ինչ որ բանով զիջում եք Դիլիջանին, բայց туриզմի զարգացվածության տեսանկյունից բավական զիջում եք, ես այդպես եմ հասկանում, հա։ Եվ միգուցե այստեղ ավելի շատ ոչ թե sense պարզ туриզմ, այլ առողջարանային ինչ որ բաներ է եղել ժամանակ։ Ինֆրաստրուկտուրաները զարգանան, հյուրանոցային, սրճարաններ, ռեստորաններ։ Դուք երևի Երևան գալուց տեսնում եք, թե ինչպիսի շինարարություն է Երևանում եւ ամբողջ Հայաստանի, այսպես ասենք, ֆինանսական նաեւ ներուժը ըստ էության ներդրվում է Երևանում։ Սա բիզնեսի տեսանկյունից ավելի հասկանալի է եւ սա հնարավոր չի փոխել, եթե պետությունը մասնակցություն չունենա։ Մեր բանաձևը հետեւյալն է, Երևանում չխանգարենք, բայց եթե ուզում ենք, որ Հայաստանը չլինի քաղաք-պետություն, միայն Երևանը, ուրեմն մենք պետք է ամեն ինչ անենք, որ բիզնեսը Երևանից դուրս գա դեպի նաեւ Ստեփանավան։ Առանց պետական աջակցության սա դժվար է լինելու եւ մեր ծրագրերով սա նախատեսված է։ Ձեր բնական պոտենցիալը իսկապես շատ մեծ է։ Ինձ համար մի քիչ զարմանալի է, թե ինչու է այսքան դանդաղ եւ ինչու ենք մենք ինչ որ տեղում տոպում։ Ուրեմն կարող ենք խոստանալ մեկ բան, որ տարածքների զարգացումը մեր ուշադրության կենտրոնում է լինելու, դա միանշանակ եւ հատկապես այսպիսի բնական տուրիստական ներուժ ունեցող տարածքները մենք զարգացնելու ենք։ Туриզմը Հայաստանում ընդհանուր առմամբ զարգանում է, թվերը վատ չեն, զարգացման թվերը туриզմի, բայց չափազանց բան է, անհամաչափ է զարգանում։ Ինչ որ միտեղ շատ ավելի լավ է սկսում, մյուս տեղը հետ է մնում։ Հիմա Ստեփանավանը ոնց որ այդ տեսանկյունից մի քիչ հետ է մնացել եւ մենք պետք է ամեն ինչ անենք առաջ մղելու համար։ Այդ հնարավորությունը ունենք, այդ ուժը ունենք, այդ պատկերացումները մենք ունենք։ Հիմա մի քանի խոսք երևի Հայաստանի ընդհանուր անվտանգության հետ կապված բավական պրոբլեմային է այսօր վիճակը։ Մեր մոտեցումը ստե եւս պարզ է։ Երկրի անվտանգությունը ունի երեք կարևոր բաղադրիչ, մեկը մարտունակ բանակն է, ուժեղ առաջնորդ եւ հզոր դաշնակից։ Սա այն բանաձևն է, որը պետք է լինի։ Հիմա ինչ ենք մենք տեսնում։ Մենք տեսնում ենք հետեւյալը. բանակը ինչքան էլ բանակի մարտունակությունը մեծապես կախված է նաեւ մարդկանցից։ Զենք, զինամթերք դա իր տեղը ունի, բայց վերջը դրա կիրառողը մարդն է։ Եթե հասարակությունը բևեռացված է, եթե հասարակության մեջ թշնամացած են հասարակության տարբեր հատվածները, վերջը դա ազդում է բանակի վրա։ Մարտունակ բանակը նշանակում է հայրենասեր քաղաքացի, որը պատրաստ է երկրի համար պայքարել, կռվել։ Մենք այս խնդիրը ստեղ ունենք։ Բանակում ոչ միայն իշխանությունը ներկայացնող մարդկանց երեխեքն են ծառայում, այլ նաև ընդդիմության երեխեքն են ծառայում։ Եվ մեզ համար օրինակ երեկվա միջոցառումը ռազմական այդ շքերթը Երևանում
որոշակի հարցեր առաջացրեց։ Հարցերը հետևյալն են։ Հայաստանի պատմության մեջ երկրորդ դեպքն է, երբ բանակը օգտագործում է որպես քարոզչական առարկա։ Ոչ մի իշխանություն, դա ես օրինակ 10 տարի նախագահ եմ եղել, երբեք թույլ չեմ տվել որևէ նախընտրական ժամանակաշրջանում բանակը ներգրավել նման ձևով։ Առաջի դեպքը եւ միակը եղել է մինչ այս մեկը, եղել է 96 թվականին։ Նույն ձևի պարադարեցին, հաջորդ օրը ընտրություններ եղան վատ հետևանքներով։ Բավական վատ հետևանքներով հենց իշխանության համար։ Մենք նման մոտեցում ընդհանրապես մերժում ենք։ Համարում ենք, որ բանակը պիտի լինի ապա քաղաքական, բանակը պիտի լինի հարազատ բոլոր քաղաքացիների համար, կապ չունի իշխանություն ես, թե ընդդիմություն ես, եւ բանակը ուղղակի անբարոյականություն է բանակը օգտագործել քարոզչական նպատակներով, ներքաղաքական նպատակներով։ Սա մեր մոտեցումն է եւ իմ sense արձագանքն է նրան ինչ կատարվեց։ Երևի կարճ եթե ասեմ, եւ կա եւս մեկ մեր գնահատականով բավական բարդ իրավիճակ կապված Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ։ Հետևանքները շատ ծանր են լինելու։ Եվ մենք մի քանի ամիս է անընդհատ զգուշացնում ենք, որ չի կարելի անտեսել հսկա երկրի շահերը։ Չի կարելի հակադրվել, պետք է համագործակցել, բայց չի կարելի անել քայլեր, որոնք այդ երկիրը դիտելու է որպես սպառնալիք իր անվտանգության համար։ Այնինչ կատարվեց այստեղ ուղղակի պրոբլեմային է։ Եվ հիմա Հայաստանի ժողովուրդը, հատկապես գյուղատնտեսությամբ զբաղվող մեր քաղաքացիները իրենց մաշկի վրա զգում են այդ քաղաքականության հետևանքները։ Բավական պրոբլեմային են եւ չի երևում, թե երբ է դա դզվելու։ Ինչ է ասում Փաշինյանը, ասում է ես կգնամ ԵԱՏՄ, իմ գործընկերների աչքերին նայեմ, քո աչքերի կարիք ոչ ոք չունի։ Պետության քաղաքականությունը աչքերի մեջ նայել չի։ Պետության քաղաքականությունը շատ կոնկրետ քայլերը, դա դիվանագիտություն է, եւ այդ կոնկրետ քայլերը այն քայլերն են, որոնցով դու պետք է ցույց տաս, որ դու վստահելի գործընկեր ես, այլ ոչ թե այլ ուժերի ձեռքին գործիք։ Մենք վստահ կարող եմ ասել, այն խնդիրները, որոնք առաջացել են, շատ արագ իրենց լուծումը ունի։ Այս իշխանությունը լուծումը չի տալու, միայն խորացնելու է։ Լուծումը տալու ենք շատ արագ եւ գյուղատնտեսության համար որևէ խնդիրներ երկրում չի ունենալու։ Իսկ գյուղատնտեսությունը նաեւ ընդհանրապես տնտեսությունը հետեւյալն է լինելու։ Չես կարող туриզմ ունենալ, ներքին չես կարող առողջարանային պոտենցիալ ունենալ, եթե մարդիկ վճարունակ չեն եւ չկարողանան գան եւ գումարներ ծախսել։ Այսպես մեկը մեկի սնող տնտեսության ճյուղերն են։ Այսպես շատ կարճ մեր մոտեցումը եւ մենք առաջարկում ենք ձեզ ակտիվ մասնակցել ընտրություններին։ Ամենից վատ բանը չմասնակցելն է, Ժողովուրդ ջան։ Ամենից վատ բանը։ Որովհետեւ չմասնակցողը հետո չի կարող որևէ մեկին մեղադրի, թե ինչու զարգացումները գնացին այլ ճանապարհով։ Մասնակցի, որոշում կայացրու, քվեարկի եւ հետո ամեն ինչ քո պատասխանատվությունը քո չափով, քո մասով ստացնի քո վրա։